Ջեր ողջույն արգելետևորդներ, այսօր ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը, թե ինչպես կարելի է պատրաստել երկու տեսակի աղցան, մեկը հավի կրծքամսով, մյուսը սմբուկով։ Երկուսն էլ ամանորյա սեղանի համար։ Արագ անցնենք գործի։ Սկսում ենք հավի կրծքամսով աղցանից, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու 2 միջին գազար, սխտոր, 1 խոշոր ատամիկ, թարմ համեմ եմ վերցրել, մայոնեզ է անհրաժեշտ լինելու կամ թթվասեր, 2 եփված հավի կրծքամիս, ընդհանուր քաշով մոտավորապես 400 գրամ, քաղցր պապրիկա, համեմի աղացած սերմ և խմելի սունելի, և իհարկե աղ, և նաև ասեմ, որ այս աղցանի առանձնահատկությունն այն է, որ մենք մարինացնելու ենք գազարը, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու 6%-անոց քացախ, ինչպես նաև կորեական գազարի համեմունք և կրկին համեմի աղացած սերմ։ Եվ իհարկե չենք մոռանում աղի ու շաքարավազի մասին։ Հիմա կհեռացնենք գազարի պոչի հատվածը, կհեռացնենք դիմացի հատվածը և կանցկացնենք կորեական գազարի համար նախատեսված քերիչով։ Լցնում ենք ափսեի մեջ։ Կավելացնենք քացախը, ինձ մոտ այստեղ մոտ 5-6 ճաշի գթալ է։ Ավելացնում ենք բոլոր համեմունքները, աղը և շաքարավազը նաև, և խառնում ենք սկզբից գթալով, հետո զգուշությամբ ձեռքերի միջոցով։ Այսպես խառնում ենք մոտ 2-3 րոպե և դնում մի կողմի վրա 20-30 րոպեով, մինչև գազարը կմարինացվի։ Հիմա բզկտում ենք հավի միսը, ինչպես նկատեցիք ինձ մոտ ոսկորով է միսը, հեռացնում ենք իհարկե ոսկորները և բաժանում խոշորոտ կտորների։ Իհարկե դա մնում է ձեր հայեցողությանը, կարող եք կտորները վերցնել էլ ավելի մանր։ Այսպիսի կտորներ են մեզ անհրաժեշտ լինելու, նույն կերպով մյուս կրծքամսի հետ ենք վարվում և անցնում առաջ։ Հիմա մանր կկտրատենք թարմ համեմը և կավելացնենք մսին։ Հիմա դանակով մարացնում ենք սխտորը, կարող եք նաև անցկացնել քերիչով, ինչպես ձեզ հարմար է։ Այժմ այս ամենին կավելացնենք մայոնեզը, համեմունքները, քաղցր պապրիկան, համեմի աղացած սերմը և խմելի սունելին և իհարկե աղը։ Գազարը արդեն մարինացվել է և այս ձեռքի միջոցով ջրքամում ենք շատ լավ կերպով և արդեն չոր գազարը ավելացնում մնացած բաղադրիչներին։ Մեզ մնացել է այս ամենը շատ լավ խառնել և մատուցել տոնական սեղաններին։ Հիմա կխոսենք հաջորդ աղցանի մասին, որը մեզ մոտ, ինչպես նկատեցիք, առանց մսի է։ Այս աղցանի համար մեզ անհրաժեշտ է լինելու սառցախցիկում սառեցված պատրաստի սմբուկ կամ խանութից գնած սմբուկ։ Այսպես մեզ անհրաժեշտ կլինի 4 խոշոր սմբուկ, 4 միջին գազար, 1 ատամիկ սխտոր, անհրաժեշտ է լինելու թթվասեր կամ մայոնեզ կամ երկուսը միասին, թարմ համեմ է անհրաժեշտ լինելու, աղ է անհրաժեշտ լինելու, ինչպես նաև համեմի աղացած սերմ, խմելի սունելի և կորեական գազարի համար նախատեսված համեմունք։ Եվ բուսայուղ սմբուկը տապակելու համար, եթե իհարկե գնել եք խանութից։ Եթե սմբուկը ձեզ մոտ արդեն պատրաստի է և սառցախցիկում, ապա այն տապակելու կարիք չունի։ Հիմա կհեռացնենք սմբուկի պոչի հատվածը և մեկու մեջ կշերտատենք գեղեցկության համար։ Որից հետո բաժանում ենք սմբուկը 2 մասի և կտրատում այսպիսի միջին կտորների։ Որից հետո լցնում ենք այս ամենը մաղի վրա, որովհետև աղ ենք վրայից ավելացնելու և ամբողջ դառնահամը պետք է հեռացնենք։ Այժմ կտրատված սմբուկների վրա ավելացնում ենք մոտ 4 ճաշի գթալ աղ և ձեռքերի միջոցով լավ խառնում ենք և դնում ենք առայժմ մի կողմի վրա։ Այդ ընթացքում կորեական գազարի համար նախատեսված քերիչով կանցկացնենք գազարը և մանր կկտրատենք համեմը։ Ավելացնում ենք համեմը գազարին և ավելորդ սպասք չկեղտոտելու համար նույն քերիչով անցկացնում ենք սխտորը։ Անցել է մոտ 20 րոպե և բավականաչափ հեղուկ է արտադրել արդեն սմբուկը, հիմա հեղուկը թափում ենք և շատ լավ լվանում ենք սմբուկները ու մոտենում կրակին, առատ բուսայուղի մեջ տապակում սմբուկները մինչև լավ կարմրելը։ Այս ընթացքում որևէ համեմունք, այդ թվում նաև աղ, սմբուկներին չենք ավելացնում։
Այն բանից հետո, երբ սմբուկները լավ հովացել են, ավելացնում ենք ընդհանուր զանգվածին, ավելացնում ենք մայոնեզը կամ թթվասերը և բոլոր համեմունքները։ Հիմա մի պտղուն ծաղկ ավելացնենք կամ երկու և ոչ ավել։ Մեզ մնացել է այս ամենը շատ լավ խառնել և մատուցել տոնական սեղաններին։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ներկայացրեցի ձեր ուշադրությանը երկու հիանալի աղցան, որոնք կզարդարեն ձեր ամանորյա սեղանը, ինչպես նաև կգոհացնեն ձեր հյուրերին և տան անդամներին։ Մինչ նոր հանդիպում։